Բայց հատիկ գործընկերներ, ուրեմն կայացել է, ստեղծվել է նոր շարժում, հասարակական, քաղաքացիական շարժում է, դեմ ապօրինի շինությունների, մենք ազդարարում ենք այսօր այդ, այո, այսօր ենք ազդարարում, այսօր ազդարարում ենք նոր կառույցի, նոր շարժման սկիզբը, ստեղծումը և թույլ ենք տալիս, հնարավորություն ենք տալիս շարժման նախաձեռնողներին, մասնակիցներին, ակտիվիստներին ներկայանալ հայտարարությամբ, ներկայանալ իրենց անելիքների, ներկայացնել իրենց անելիքները, պահանջները, սպասելիքները եւ համեցեք, ով է սկսում, ով որ սկսում է, դուք ներկայացեք, քանի որ ես չեմ կարող բոլորին եւ լրագրողները մեզ չեն հիշի, ամեն ուրեմն ձեր ելույթից խոսքից առաջ բոլորիդ ներկայացրեք ինքներդ ձեզ եւ արդեն ձեր ասելիքով ներկայացեք, համեցեք Վարդան Գերավետյան, ինձ երևի մեր քաղաքացիները ճանաչում են մեր քաղաքը նախաձեռնությունից, մենք զբաղվել ենք երկար ժամանակ նմանատիպ խնդիրներով, բայց վերջի իրադարձությունները Կոմիտաս 5-ից հետո եւ մյուս խնդիրների ընթացքում, երբ որ մենք սկսեցինք արդեն զբաղվել, մենք հասկացանք, որ պետք է բոլոր նախաձեռնությունները բոլոր բնակիչների ուրեմն այն խնդիրները, որոնք որ արդեն արդիական են դարձել, պետք է միավորել, որովհետև բոլոր խնդիրների ուրեմն վերևում նույն մարդիկ են, նույն քաղաքապետն է, նույն քաղաքաշինության նախարարությունն է, որոշ դեպքերում մշակույթի նախարարությունն է եւ հասկանալով, որ մենք բոլորս գործ ունենք նույն չինովնիկների հետ, նույն մարդկանց հետ, մենք որոշեցինք, որ խնդիրը համընդհանուր է։ Եվ դա մեզ, այսպես ասած, դրդեց նրան, որ մենք միավորվենք։ Եվ վերջապես դա կայացավ, մենք միավորվել ենք, մենք ուզում ենք հայտարարենք, եւ նախ եւ առաջ մեր հայտարարությունը հղում ենք պարոն Մարգարյանին, որ ինքը հասկանա, որ ուժը արդեն միավորվել է, տարբեր ուժեր միավորվում են, եւ ինքը հետագայում գործ է ունենալու ավելի կազմակերպված քաղաքացիների հետ։ Ես կուզեի նշեի այսքանը իմ պահով, հիմա ես կուզենամ իմ Չէ, ՀԿ չի, ես նախկինում եւ հիմա է, մեր քաղաքը դա ընդհանուր առմամբ քաղաքացիական նախաձեռնություններ եւ կա, ՀԿ չի։ Չէ, նոր շարժումը ընդհանրապես խումբ է նախաձեռնող, որ նորից ընդհանուր ՀԿ չի։ Ուրեմն ինչքան թեժ կետեր կան, այդտեղ բոլոր ակտիվ քաղաքացիները ներգրավված են այդ շարժման մեջ։ Մենք չունենք ոչ ղեկավար, չունենք ոչ ինչ-որ նյութական բազա, բնականաբար չունենալով ոչ էլ հարում ենք որևիցե մի կուսակցության, որովհետև մեր փորձը ցույց տվեց, որ մենք ընդդիմություն չունենք եւ այդ կուսակցությունները ավելի շուտ զբաղված են դատարկաբանությամբ, քան ինչ-որ խնդիրներ լուծել։ Կան մասնագետներ կան, որտեղ Կան, ուրեմն մենք ունենք շատ տարաբնույթ մասնագետներ, կան եւ ճարտարապետներ, կան եւ այլն, եւ գումարած մեր հին քաղաքացիական ակտիվը, որը մեր հետ է, որովհետեւ նույն շարժումը ուղղակի մենք ձևավորել ենք որպես ապօրինի շինություն։ Կան այո, ունենք նաեւ մեր ֆյուրը։ Գիտեք ոնց այդ խորհուրդը ստեղծվել է տարերայնորեն ինքնաբուխ ձևով, այսինքն ես այս պահին ներկայացնում եմ ոչ միայն մեր քաղաքը նախաձեռնությունը, այլ նաև հյուսիսային պողոտայի ուրեմն այդ 3 շենքը, եթե հիշում եք, սոս պաստառները որ կան, դրոշները, ես ինքս եմ նախաձեռնել դա 2008 թվականին եւ ղեկավարում եմ մինչեւ օրս։ Ես տեղի բնակիչ եմ, այսինքն բացի նրանից, որ ես նաև մասնակցում եմ այլ շարժումներին, ես ինքս նաև ունեմ անձամբ այդ խնդիրը կապված քաղաքապետարանի կառավարության եւ ընդհանրապես իշխանությունների ապօրինությունների հետ։ Այսինքն դուք եւս տուժած։ Այո։ Անիջան, եթե կարելի է, ուրեմն լրագրողները հրաշալի կլիներ, եթե
մեկ ընդհանուր ձևով ներկայացնեիք շարժման ուրեմն նախաձեռնությունը ումն է եղել, ովքեր են ներգրաված, դες մենք իմացանք մեկ կառույցի մասին, քանի կառույց է մտնում ձեր նախաձեռնության մեջ, ովքեր են նախաձեռնող խումբ կա թե չկա, ինչպիսի ուրեմն այդ վարչական պահը մեզ հասկանալի լինի, եւ հետո արդեն ինչպես ասեցի, առաքելությունը, ծրագիրը, քայլերը եւ այլն։ Մի քիչ այսպես ծրագրային խնդրում եմ ներկայացրեք։ Քանի որ օրհասական Անի Մանդելյան է իմ անունը, քանի որ օրհասական մասշտաբի է հասել Հայաստանում կառուցապատման խնդիրը, ստեղծվել է այս խումբը մի բարձ պատճառով, որպեսզի միախմբի մարդկանց, որոնք ունեն նմանատիպ խնդիրներ եւ չգիտեն ինչ անեն։ Քանի որ այստեղ ներկա են մարդիկ, որոնք բավականին վաղուց են ունեցել այդ խնդիրները, դա Հյուսեյն Պողոտանը, դա Նալբանդյան 100-106-ը, որտեղ առաջ եղել է մանկապարտեզ, հիմա քանդել են, սարքել են, արդեն կառուցապատում են մեծ շենք, Կոմիտաս 5-ն է, ես եմ Ամիրյան 24-ից եւ Սայաթ Նովան։ Մարդիկ, որոնք անցել են մի ճանապարհ, չեն հասել առանձնահատուկ ինչ-որ մի արդյունքի միայն մի պատճառով, որովհետեւ իրանք միայնակ են։ Նույնիսկ եթե դուք ամբողջ բակով դուրս եք գալիս պայքարելու, դուք ոչինչի չեք հասնի, որովհետեւ ձեր դիմաց կանգնած է մի մեծ պետություն։ Կոռումպացված պետություն, որը հարցերը լուծում է ներքին կարգով։ Դες մենք հասկացել ենք, որ անհրաժեշտություն չկա այլևս դատարաններով, չենք պատրաստվում մենք ապացուցելու, նորմատիվներ նայելու, որպեսզի հասկանանք, թե նորմային համապատասխանում է, թե չէ։ Ժողովուրդ ջան, ամեն մարդ ինքը տեսնում է, իր շենքը համապատասխանում է նորմային, թե ոչ։ Դու տեսնում ես, քեզ ճնշում են կառուցապատմամբ, թե ոչ, քո օդը աղտոտվում է, թե ոչ, դու նստած ես տանը, աղմուկ կա, թե ոչ։ Նորման ի՞նչ է նշանակում, եթե դուք գալիս եք չափում եք եւ ասում եք, որ նորմային չի բռնում, դա դեռ չի նշանակում, որ մենք դա չենք տեսնում։ Ու բավականաչափ մարդիկ այս քաղաքում ունեն նույն խնդիրը ու չգիտեն ինչ անեն։ Այս կազմակերպությունը ստեղծվել է նրա համար, որպեսզի իմանան ում դիմեն, ինչով կարողանանք օգնենք, խորհուրդներ տանք, միավորվենք, շատանանք, որպեսզի փրկենք մեր քաղաքը։ Քաղաքը ունի մեծ խնդիր։ Այսօրվա դրությամբ, եթե մի հատ երկրաշարժ տեղի ունեցավ Երևանում, կենտրոնին չեն կարողանալու մոտենան մարդ փրկեն։ Մենք ունենալու ենք մեծաքանակ զոհեր, ինչի պատճառով, որովհետև կառուցապատվում է քաղաքը մարդկանց կողմից, որոնք այլևս քաղաքում չեն բնակվում։ Այդ մարդիկ բնակվում են վաղուց քաղաքից դուրս, իրանց սեփական տներում, մեզ էլ գերեզմանոց են ստեղ սարքում։ Քանի որ ես այս քաղաքի ներկայացուցիչ եմ, համարում եմ ինձ լիարժեք բնակիչ Երևանի, պայքարելու եմ ես այս ամեն ինչի դեմ ու փորձելու եմ միավորեմ մարդկանց, որ իմ հետ միանան ու փորձեն այսպես համախմբված, որ չերևա, հա, որ մի հատ Ամիրյանա ոչինչ, մի հատ Սայաթնովայա ոչինչ, չէ, մի հատ չի։ Արդեն մի ամբողջ քաղաք է, մի ամբողջ կենտրոն է կառուցապատվել այնպիսի ձևով, որ շնչել հնարավոր չի այս երկրում։ Անի ջան, քանի եթե կազմակերպություններ են ներգրաված ձեր կառույցի մեջ, ասում եք, եթե թեժկետերի պայքարող այսպես խմբեր են, ասում եք, որ թեժկետերն են միավորված։ Մի հատ մենք փորձենք այնուամենայնիվ կառույցը պատկերացնենք։ Այս պահի դրությամբ կառույցը դա դուք եք միայն, այս 4 հոգին եք, ովքեր եք դուք։ Այս պահի դրությամբ մեզ միավորված ունենք մեր այս 5 շենքը իր բնակիչներով։ Շենքերի անվանումը հասցնելու։ Կոմիտաս 5, Հյուսեյն Պողոտայի 3 շենքը, Տերյան 23, Տերյան 25, Լալայանց 37։ Թումանյան 5, Սայաթ Նովա 10 եւ 10։ Այսինքն մենք ամբողջ կենտրոնը Այո, մենք այս 5 հոգով արդեն ամբողջ կենտրոնն ենք եւ ունենք հյուր, որը մեզ միավորված է, ունի ՀԿ, վաղուց պայքարում է այս պայքարի դեմ, ես շատ կուզենայի, որ այդ մարդն էլ ներկայացնի, թե ինչ ֆիլմ ունենք նկարահանած երկու կողմանի, կառուցապատման խնդիր մեծ։ Այդ ամեն մի հասցեն դա առանձին ոնց էպիկենտրոնն է խնդրի, այո։ Այո։ Դուք փորձել եք առանձին պայքարել եւ տեսել եք, որ ձեզ կարողանում են կոտրել, ձեզ կարողանում են, դուք չեք կարողանում։ Տանում բերում են։ Տանում բերում են։ Այո։ Դուք որոշել եք տարբեր հասցեների նույնատիպ խնդիրը, այսինքն խոսքը գնում է ինչ եք դուք պաշտպանում, ինչ խնդիր է։ Կառուցապատման խնդիրը, այդ այն խնդիրն է, բացատրեմ։ Չէ, դա չի մեզ անհանգստացնում, բարձրահարկ կոնկրետ ասեմ, ներողություն Անի ջան, ես ձևակերպեմ։
Մեզ անհանգստացնում է մեր անկախ պետության մեջ մենք իրավունք ունենք ապրելու եւ մեր շնչելու եւ մեր ոտի ճանապարհը հասնելու, մեր տրանսպորտի ճանապարհը, մեր երեխաների խաղահրապարակը։ Սա է անհանգստացնում, կոնկրետ խնդիրներ կոնկրետ կան, Այո, բարձրահար, կոնկրետ մոնոլիթ շենքերի դեմ պայքար է սա։ մարդը կառույց է կառուցում եւ այդ կառույցը ուզում եմ հասկանամ ես եւ իմ դիմացի մարդը, որը բարերար է համարվում, ուզում եմ հասկանամ այդ բարի մարդը ինչքան է բնակչությանը բարին կամենում, երբ որ Աստծո տված լույսը կտրվում է մարդուց։ Բարի մարդը դրանից են կողմ ինչ տեսնեմ ես։ Ես ուզում եմ հասկանամ այդ բարի մարդը, երբ որ գալիս է միջավայր, բարերարություն է անում, կտրում է երեխան իրեն ճանապարհից։ Բարի է դա, թե չար է։ Որն է բարին, երբ որ այդ երեխան ուզում է զարգանա եւ այս պետությունը, մեր անկախ պետությունում ուզում է ինքը ապրի այս պետության մեջ, հասկանում է այդ փորձությունները, հետո դիմում է այլ երկրներ, ուզում է ստիպված հայերեն լեզուն մոռանա, գերմաներեն սովորի, անգլերեն գնա Գերմանիայում կամ Իտալիայում ապրի։ Որն է շատ խնդիրը։ բարի լրագրող ներկայացեք եւ լրագրողի հարցը ներկայացեք, խնդրեմ։ Ես Անդրանիկ Սարգսակն եմ, Սասուն ազգային երգի բարի խմբի ղեկավարական ղեկավարը, ծառայում եմ առաքելական եկեղեցում եւ ապրում եմ Թումանյան փողոցում, Թումանյան 2-րդ նրբանց 5 տանը, որտեղ որ անհանգստություն կա ինձ, որ հիմա ես մեկնաբանում եմ, եւ կա անհանգստություն իմ Բաքվի բնակիչների հետ կապված, որ ես խոսում եմ իրենց անունից եւ ուզում եմ ինձ կիրթ տեսնեմ իմ անկախ պետության եւ ազատ պետության ներսում։ Շնորհակալություն լրագրողը հարց ունի, Թեման հանուն գլոբալ եք ներկայացնում, բայց եկեք առանցքային կետերին անդրադառնանք։ Դուք հիմա պայքարելու եք բարձրակետ շենքերի դեմ այն մարդկանց համար, ովքեր բնակարանից տուժել են կամ զրկվել են, կոնկրետ մասնակի առանցքային Ասեմ, կոնկրետ ես պայքարելու ոչ թե պայքարում եմ բարձրահարկ շենքերի դեմ, չէ դրա մասին չի խոսքը։ Ապօրինի շինության դեմ ենք պայքարում, որը խանգարում է իմ անդորը, իմ Բաքվի բնակիչների անդորը եւ իմ ժողովրդի անդորը։ Խնդիրը սա է։ Ամեն մասնագետ այստեղ լրագրում կա, եթե կարելի է տեղերով փոխեք, հետո չի լինի, միկրոֆոնների շարժը կներեք, քան հանդիպության համար։ Եվ ներկայացեք։ Գրիգոր Ղազարյան, ներկայացնում եմ Նալբանդյան 106-ի հետ քառակուսին սեկտորում, մեր քաղաքը հանրային քաղաքացիական նախաձեռնության անդամ եմ։ Այստեղ խնդիրը համընդհանուր այդ գործելակերպի դեմ պայքարն է, որը արդեն տարիներ շարունակ քաղաքի տարբեր հատվածներում արտացոլվում է։ Արտացոլվում է այնպես, որ հիմնականում չեն հարգվում Հայաստանի Հանրապետության օրենքները, օրենսդրությունը, մասնավորապես քաղաքաշինության մասին օրենքը, հանրային լսումների մասին օրենքը, որը ընդհանրապես ձևական փաստաթղթերով ուղղակի ֆիքսվում է եւ շատ դեպքերում, ինչպես մասնավորապես թվարկված օրինակներով կարելի է ցույց տալ, որ ուղղակի ձևական փաստաթղթերի հիման վրա գործընթացը առաջ է մղվել։ Այսինքն իրականում չի եղել հանրային կարծիքի հաշվառում, հաշվի չեն առնվել ազդակիր համայնքի դիրքորոշումը եւ նրանց մտահոգությունները։ Այդ խնդիրների ուրեմն հետևանքով բոլոր այդ թեժկետերում մենք տեսնում ենք նույնատիպ գործընթաց, նույնատիպ գործարքներ ներդրողների եւ կառուցապատողների հետ, որոնք ուղղակիորեն ոտնահարում են շրջակա այդ սեկտորի, շենքերի բնակչության առողջ կենսամիջավայրում ապրելու իրավունքը, այլ սահմանադրական հիմնարար իրավունքները։ Այս խնդիրները վերհանելու եւ դրանց դեմ միասնաբար պայքարելու համար ձևավորվել է այս շարժումը, որ դուք տեսնում եք, որը միավորում է ըստ էության ներբակային ապօրինի շինարարության զոհ դարձած բնակիչներին, ովքեր իհարկե գտնվում են տարբեր փուլերում, որտեղ միտեղ դեռևս նոր քանդում են եւ փոս են փորում, որպեսզի բակում շենք կառուցեն, մյուս տեղը արդեն հիմք են գցել, երրորդ տեղում արդեն տեսնում եք, որ շենքը կառուցել են եւ լույսը փակվում է շրջակա տարբեր փուլերում են գտնվում, բայց
ամենտեղ մենք տեսնում ենք միևնույն գործընթացը, նույն օրենքները խախտվում են, նույն խոստումները տրվում են քաղաքային իշխանությունների կողմից, սակայն լուծումը չկա, ինչի, որովհետև գործելակերպը արմատապես սխալ է։ Նա պայքարի մեխանիզմը ո՞րն է դրվում։ Պայքարի մեխանիզմը, ուրեմն, քանի որ ինքը պայքարը բնույթով քաղաքացիական է եւ լինելու է իրավական հարթության վրա, դուք արդեն նշվեց այստեղ, որ կան համապատասխան դատական գործեր տարբեր ուրեմն սեկտորների բնակիչների խմբերի կողմից, կա իրավաբանական խորհրդատվություն, համապատասխան մասնագետներ ներգրաված են, ՀԿ-ների հետ համագործակցություն, կա բնականաբար այն ՀԿ-ները, որոնք որ ծավալուն փորձ ունեն, տարիների փորձ ունեն այս գործում, կարող են օգնել բնակիչներին, ընդհանուր լուսաբանումը եւ ԶԼՄ-ների հետ աշխատանքը, որպեսզի տվյալ թեժ կետերում կատարվող այդ շինարարական ակտիվությունը լուսաբանվի ճիշտ կերպով եւ լուսաբանվի ազդակիր բնակչության շահերից ելնելով նախ եւ առաջ, ոչ թե միայն ներդրողի եւ ֆինանսական այդ գործարքների կողմը լուսաբանվի, որ ինչ է կառուցվելու եւ քանի բնակարան է այդտեղ լինելու, որտեղ մենք լսել ենք, որ շատ դեպքերում շինարարությունները եւ կիսատ են մնում եւ արդեն պատրաստի այդ մոնոլիթ բարձրահարկ էլիտար շենքերում դատարկություն է տիրում եւ անհասկանալի է թե նմանատիպ ուրեմն քաղաքային միջավայրի նմանատիպ խտացումը եւ բարձրահարկ շենքերի ավելացումը ինչ նպատակ է հետապնդում եւ դրա հիմնավորումը որն է։ Այս բոլոր հարցերը կներեք կենտրոնների ստանալությունը Օրենքի դաշտում Ես կարող եմ հակադարձել նրանով, որ այդ օրինական փաստաթղթերը, որոնք նրանք ցույց են տալիս, շատ դեպքերում ուղղակի ձևական շինծու փաստաթղթեր են եւ նույն քաղաքապետարանի տրամադրած փաստաթղթերը, որոնք հակասում են շատ անգամ իրականությանը, որ դուք տեսաք նաեւ մենք ունենք պաշտոնական փաստաթղթեր, որոնք ստացված են քաղաքապետարանից, որտեղ ամեն ինչ գրված է, որ անց է կացվել ենթադրենք շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն եւ ամեն ինչ նորմալ է։ Նույն ձևով Նալբանդյան 106-ում հատվեցին 20 առողջ ծառեր եւ դրա տեսագրությունը կա, տեսանկարահանում։ Դա արվեց 1 օրվա ընթացքում, բնակչությունը հավաքվել էր բակում եւ պայքարում էր, որպեսզի ծառերը մնան։ 1 ժամվա ընթացքում այդ փաստաթուղթը բերեցին, որը 1 անձի մասնավորապես ուրեմն բնապահպանության վարչության պետի մասնագիտական ակտ էր, 1 անձի մասնագիտական ակտի հիման վրա դրուժբա էլեկտրական սղոցներով սղոցեցին այդ օրվա ընթացքում մոտ 10 առողջ ծառ։ Դրա տեսանկարահանումը առկա է այդ գործընթացի։ Հիմա եթե դուք նայում եք համապատասխան փաստաթղթի, իհարկե որպես լրագրող կարող եք, եթե չեք եղել այնտեղ կամ չեք հետևել, միգուցե կարող եք եզրակացնել, որ օրինական է, այդ ծառերը պետք է հատվեին, որովհետև դա չի ազդում շրջակա միջավայրի վրա, բայց դա աբսուրդ է։ Ծառերը կտրում են, որպեսզի շինարարություն անեն։ Այսպես ճշտում, դուք ասում եք ապօրինի շինարարության դեմ է մեր պայքարը, մենք էլ ասում ենք այդ ապօրինին չի երևում Հարցին մասնագետը կարող է պատասխանել, մեր հետ կա։ Այդ ապօրինությունը, այսինքն օրինական փաստաթղթեր են ձեզ ներկայացնում, ճիշտ է։ Այդ հարցին մեր մասնագետը կարող է ձեզ պատասխանել, որը մեր հետ ներկա է։ Հիմա շատ լավ հարց եք տալիս։ Որտեղ կա ապօրինի, այսինքն իրենք ասում են համապատասխան չի, փաստաթղթերը լրիվ ապօրինին են, ես նկարել եմ մի հատ բակով, չեմ նկարել։ Իրենց ասածը ֆիլմի տեսքով պատրաստել են փաստաթղթան ձեզ։ Մենք կարող ենք պարոն Հարությունյան այդպես անել։ Նայեք, բոլոր ունեցեք։ Ուրեմն բնապահպանական եւ քաղաքաշինական կոմպոնենտները բոլոր թեժկետերում համակցված են։ Ամենտեղ մենք ունենք ինչ որ ծառահատումներ, կանաչ տարածքների վերացումներ, որպեսզի այդտեղ ներբակային տարածքում Դրա համար էլ ես ասեցի սկզբանե, որ անզեն աչքով էլ երևում է, որ նորմատիվները խախտված են,
օրենսգրքի հիմքի մակարդակով։ Հիմա թույլ տվեք Սեթրակ կասել։ Սեթրակ կմոտենաք։ Եթե կարելի է, այո։ Ներողություն մի հատ կարող եմ տանձել, փաստացու որ դուք տեսեք ինձ մոտ։ Գազքի պետը պաշտոնական գրություն է տալիս, որ առանց ժողովրդի քննարկման իրավունք չունեն կառուցապատեն։ 3 ամիս տանում են այս կոմենտում, հետո առանձին մարդկանց ուզում են կանչեն, հրավիրեն իրենց մեջ, իրենց հարցերը լուծեն, հետո 3 ամիս հետո գալիս են զորքով, օմոնով, ծեծելով, ասում են մենք քննարկել ենք 2 անգամ առանց ձեզ, ուզում եմ հասկանամ, եթե առանց մեզ ես ստուգից ասեին, ո՞ս կարելի է մարդը պաշտոնական գրություն տա, բառացիք կարդացեք, գրածը առանց օրենքին համապատասխան, առանց բակի բնակչության մենք իրավունք չունենք հանրային քննարկում անենք, բայց իրենք անում են, այս իրենց գրությունը, փաստացի ինչ ուզում եք, ես ձեզ օրենքով կտամ։ Մարդը չի կարողանում իր անձնական գարաժը մտնի դուրս գա, նկարահանված կա, գրում է, որ մենք եկել ենք, նայել ենք, տալիս է պատասխան։ Ասեմ կա մարդու։ Կոնկրետ ինձ են զանգել քաղաքապետարանից, երբ որ եկավ գազքի պետը ասեց ամեն շենքից կգաք 2 հոգի եւ իրավաբանը եւ ճարտարապետը, որ այդ հանրային քննարկումներն անեն, ու մենք սպասում ենք, ընդհանուր մինչև գնացել ենք նախագահի աշխատակազմ, այնտեղից զանգեցին, որ ասեցին 1 շաբաթից բան, հետո ձեզ կընդունեն, ու այդ 1 շաբաթը դարձավ 3 ամիս, հետո զանգում են մեր թաղի լիազորին, ասում են առանձին ուզում ենք այդ մարդկանց համարները, ես վերցրեցի ինքը զանգեցի քաղաքապետարան, ասում եմ իսեր ասում ինչի եք ուզում առանձին, եթե կա լիազորը անուն ազգանուններով մենք գանք խոսենք, ասել թե կարգն է տենց, ասի կարգը ո՞րն է այդպես, չեմ հասկանում ես, ասել չես վստահում, ասի իհարկե չեմ վստահում, ավետարանն ասում է վկաներով խոսեք, ճիշտ է իրենք գրեն են օրենքը, որ վկաներով խոսենք, հարցին լուծում տան, բայց իրենք խուսափում են այդ ամեն ինչից, հիմա օրենքը ես ասել եմ բռնեմ օրենքին, դրա համար ուզում եմ օրենքով անեմ, ես իրեն հարգում եմ, այս իրենց գրած օրենքը չի, կամ օրենքները որ մեկն եք ուզում տամ, բոլոր օրենքները կա, սա հեռավորությունը, քանի մետրի, մետր հեռավորության վրա ինչ պետք է կառուցեն, ոնց կառուցվի, այս հոյում գրածը չի, նոր չէ բանը։ Այսինքն կառուցապատված շենքերը նոր կառուցապատումը հակասում են այդ նորմերին, որոնք ամրագրված են օրենքով։ Ասեմ ձեզ մյուս օրենքը, նայեք սա է, հանրային քննարկում, այստեղ կա մի տեղ, որ գրված լինի առանց ժողովրդի, մենք կարող ենք հանրային քննարկում անենք։ Եթե կա, ուրեմն ես ներողություն խնդրեմ, գնամ իմ տան մեջ նստեմ առնեմ։ Շատ բարի։ Մյուս մի հատ ներողություններից փաստաթուղթ ցույց տամ։ Սա երբ որ կար հասարակական կազմակերպություն, իրեն հստակ պատասխան են տվել, որ այս կազմակերպության մեջ նշել են այս օրենքը, որ 6 մետր հեռավորությունը որտեղ է համապատասխանում եւ 15 մետր որտեղ է համապատասխանում։ Իրենք են գրել, բայց մեզ չեն տվել։ Ու ոչ մի անգամ, ոչ մի պատասխան մեզ չեն տվել։ Բանավոր խոսել են, բանավոր ծեծել են։ Հիմա եթե բանավոր խոսում ծեծում են, իրենց հետում են, ես ինչ անեմ։ Այսօր էլ որ այստեղ կանգնած ենք, ասեմ, ես տեսնում եմ որպես ասունցի Արևմտյան Հայաստանում, եթե վանում ջարդում էին, դե մուշում իմանում էին, գնում էին դեռ մեկը մյուսին իրություններ անում, օգնություն էին անում։ Չգիտեմ, կոմիտասում հիմա ջարդում են, ես խաբար չէ, այսօր մեր նպատակը նա է, որ հաստորեն համախմբվենք, հասկանանք ինչ է կատարում։ Ժամանակը եղել, ես ասեմ, մեր բակի բնակիչներին երբ որ ուր են, մենք եղել ենք կենտրոն հեռուստատեսությունում, ներկայացնենք կետար-կետ, ամեն ինչի մասին, հետո դրանից հետո եկել են իրենց իրավաբաները, խոսել են, մեզ վատաբանել են, գնահատել են, մենք զանգել ենք կոնկրետ Պետրոսին, խնդրել ենք, ասել ենք Պետրոս ջան, մենք ձեզ խնդրում եմ, տանը ինֆակտ եմ ստանում, կանչ իրավաբաներին, ոնց որ դուք եք ասում, առերեսում անենք, տեսնենք, մենք սուտ ենք, թե դուք եք ճիշտ, կամ հակառակը, ու մինչև օրս դեռ պատասխան չկա։ Դրա համար ես առաջին օրվանից ի սկզբանե խնդրեցի, ես քաոսից դուրս գալու խնդրել եմ, որ այստեղ կա մի իրական պետական այր, իրական քաղաքապետը, կամ վարչապետը, կամ հանրապետության նախագահ։ Թող կան իրենց աչքով տեսնեն եւ այս
օրինակները, ճարտարապետը, բան չունեմ ասելու մարդուն, կարող ենք իր աչքերով դա տեսնում։ Թող գա ասի, որ կարելի անցանել այդտեղ, անցում արվի, իրականից համապատասխանում է, կամ ասել եմ եկեք ես իմ տունը նվեր կտամ, ձեզ, եկեք ապրեք, տեսնեմ դուք այսպես խոսեք, պայքարեք թե չէ։ Եվ այսօր միջավայրը նա է, որ ասենք շատ մարդիկ իրենց տները վարձով են տալիս, նույն որ ասում եք հարևան, վարձով է տալիս, դեմ դիմաց ապրում է ինձ, բերելա, որ ինձ հանի իմ հուներից, որ ես մի հատ քաոս ստեղծեմ, ինձ բռնեն տանեն, ասեն խուլիգան է այս մարդը, բամո չէ դու իջարին մարդկանց որակին հասար։ Ասենք թե քեզ հայոյում էին, քեզ վիրավորում էին, քեզ բռնանում էին, այդ ամեն ինչը կա։ Ես բոլոր ատյաներին դիմել եմ, բոլոր նախարարություններին, դիմել եմ ազգային ժողովին գրությամբ եւ այդ առաջին ֆիլմը, երկրորդ ֆիլմը հələ դեռ չեմ անել, դիմել եմ իրենց։ Ոստիկանության եմ դիմել, որ ինչ արարքներ է կատարվում մեզ մոտ, օրվան։ Այնպես որ ասեմ իմանան բոլորը։ Եթե կան մարդիկ ուզում են պարզաբանել, թող գան նայեն իմ աչքերի մեջ, պարզ խոսենք, եթե ես մեղավոր եմ, կանգնեմ ասեմ ներողություն իմ ամեն արարքի համար։ Ու փաստերը տամ իրանց, շնորհակալություն ձեզ։ Շատ բարի, ասիլիք ունենք, չէ՞։ Այո, իհարկե։ Ներկայանում եք եւ Սդրակ Բաղդասարյան, Բյուզանդի նախկին բնակիչ պետական կարիքների առաջին զոհ։ Այս տարի լրանում է 10 տարի, ինչ Բյուզանդ փողոցի ջարդերից հետո Միստվեր կենտրոնը հայտնվեց խայտարակ վիճակում։ Կոնկրետ ես կուզենայի ձեր հարցին վերաբերյալ պատասխանել, բերելով մի քանի օրինակներ։ Առաջի օրինակը, որին ուզում եմ անդրադառնալ, դա 2004 թվականին կառավարության որոշմամբ Վիզկոն ՍՊ-ն, որը ընտրվել է կառուցապատող պետական կարիք իրականացնելու նպատակով 550,000 կաշառք տալով Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին։ Դա նորություն չէ։ Եվ զարմանալի է, որ առ այսօր դատախազությունը այդ ուղղությամբ ոչ մի քայլեր չի կատարում։ Եվ այդ կազմակերպությունը, որը որ ընտրվել է, դա հայտարարել է օֆիցիալ կազմակերպության ղեկավար Պավել Անդերսեն։ Երկրորդ շատ կարևոր հանգամանքը վերջերս որ իրականացավ մեր բոլորի կողմից հայտնի շուկայի հետ, փակ շուկայի հետ։ Եվ քաղաքապետարանը հայտարարում էր, որ իրանք չունեն այդտեղ կառուցապատում անել։ Եթե դա ձեզ հետաքրքիր չէ, դա կարող եմ չասեմ։ Հա, բայց դուք համաձայն եք, չէ, որ այդ բոլորը ինչ որ արվեց, անօրինականություն էր արվում։ 2007 թվականից, երբ որ ընդունվեց բացառիկ գերակա հանրային շահի վերաբերյալ օրենքը, կարելի է մտածել, որ այսօր օրենքով է ամեն ինչ արվում։ Ես կուզեի մի շեշտում մտցնել այստեղ, այս շարժումը դեմ չէ շինարարության եւ կառուցապատման։ Այս կառույցը չի պնդում, որ բոլոր շինարարություններն են ապօրինի։ Այս շարժումը ասում է, որ մարդկանց իրավունքները պետք է հարգել եւ չի կարելի խախտել։ Իսկ խախտվածը մասսայական։ Մասսայական այստեղ ներկայ բերում են մարդիկ օրինակները եւ ես ձեզ կարող եմ բերել մի քանի նույնպես օրինակներ, օրինակ համար կոնդի տարածքը Հիմա կոմիտասը կզրուցի։ Հիմա ես ձեզ պատասխանեմ։ Այո, դատարան դիմել ենք։ Տալիս եմ, այո, շատ ճիշտ եք ասում, ես հարցին պատասխանում եմ։ Դատարան անձամբ ես դիմել եմ, երբ որ կար կառավարության որոշում, այդ կառավարության որոշումը բողոքարկեցին 3 ատյաններում մեզ վտարեցին եւ վճիռ կայացվեց մեզ վտարել այդ տարածքներից։ Դրա վերաբերյալ կա ֆիլմ, ես մի չեմ ուզում մանրամասն խոսալ, մեր գործերը, այդ թվում եւ իմ, գտնում են Եվրոդատարանում։ Եվ դուք պատկերացնում եք, մեր կառավարությունը անգամ Եվրոդատարանին է խաբում, ինձ առաջարկելով բնակարան, որը վաճառված է։ Դե հիմա մենք ինչի մասին խոսանք։ Եվ այդ բոլոր գործերը, որոնք գնացել են Եվրոդատարան, մարդիկ շահել են։ Հիմա այս մարդիկ ապրում են մի երկրում եւ ես նույնպես դուք էլ։ Մենք այս երկրում պետք է ունենանք օրենք, թե ոչ։ Ես ուզում եմ հասկանամ, ինչ պարտադիր է Սայաթնովայում կոմիտասում այդ նեղ տեղը բերել շենք կառուցել եւ վերջը բացառիկ գերակա հանրային շահ։ Դուք ինձ բերեք մի օրինակ այստեղ ձեր հարազատներ ծանոթներից որ մեկն է ստացել բնակարան։ Դուք հանրության ներկայացուցիչ չեք։ Ինչու ենք մենք այսօր ընկել։ լավ, դուք Եվ մի հատ էլ օրինակ վերջացնում եմ։ Տեսեք, անցյալ տարի կառավարությունը որոշում է կայացրել եւ ասում է Արամի փողոցում ձախողված պետական ծրագրի կառուցապատումից դժվար քաղաքացիների վերաբերյալ որոշում եւ Բյուզանդ փողոցի
նույնպես ձախողված։ Ինչու է ձախողվել։ Պետությունը չի իր հետևում։ Ես չեմ ուզում արդեն պատմեմ, դուք լավ գիտեք, երբ որ բնակարանները 4-5 հոգու վրա վաճառեցին Ամիրանի եւ դեպքը։ Նույն բնակարանը։ Այո, նույն բնակարանը։ Շատ բարի։ Համեցեք, ներկայացեք, խնդիրը ներկայացրեք եւ ասեք ինչ է կարելի, ինչ ճանապարհ եք անցել եւ այնուամենայնիվ մենք ուզում ենք լսենք ինչ է անելու այդ նորաստեղծ նախաձեռնությունը։ Սկսեք, Այո, ինչից ուզում եք սկսեք, բայց մեր հարցերին եք պատասխան։ ես Կոմիտաս 5A-ի բնակիչ եմ, բայց խոսում եմ 3 շենքերի անունից, Կոմիտաս 3, Կոմիտաս 5A եւ Կոմիտաս 7 բնակիչների շենքերից, ազգանունս Թերզյան Սուսաննա։ Ուրեմն ինչպես նշեց մեզ հարգելի մամուլի ներկայացուցիչը, երևի չգիտի մեր նախապատմությունը, մենք ի սկզբանե ներողություն, ուրեմն ի սկզբանե որոշել ենք գնալ միայն օրինական ճանապարհով եւ գնացել ենք միայն հարցերի լուծումը գտնելու դատարաններում։ Եղել է դատարանի որոշում, որ այդ տարածքում գտնվող, ենթակայանի տարածքում գտնվող կանաչ զոնայի ծառերին ձեռք չտալ։ Առայժմ շինարարության մասին խոսք չի գնում։ Եղել է դատարանի որոշում, բայց այդ դատարանի որոշումը անտեսվել է, եթե հիմա գնաք, փաստ է, որ ոչ մի հատ ծառ այնտեղ չկա, եւ անգամ տեղ էլ չկա ծառ տնկելու։ Այն դեպքում, երբ որ ենթակայանը կառուցված վիճակում պիտի անպայման կանաչ զոնա ունենա եւ երկկողմանի ճանապարհ հակահարդեհային պաշտպանության համար։ Այդ բոլոր կանոնները դրված են մի կողմ, ենթակայանը տեղափոխվել է ավելի մոտ մեր շենքին, որը հնարավոր չի, որ չվնասի մեր շենքի բնակիչների առողջությանը, որովհետև նույնատիպ մի հատ հոսանքի աղբյուր նույնպես ենթակայան գտնվում է հենց անմիջապես հարևանությամբ։ Ես հասկանում եմ, եթե մարդը այդտեղ աշխատում է 8 ժամ, 10 ժամ կամ 1 ամիս գտնվում է այդ էլեկտրամագնիսական դաշտի ազդեցության տակ, դա ինչ որ տեղ ընդունել է, չնայած ոչ։ Բայց մենք ամբողջ կյանքը պիտի անցկացնենք այդ պայմաններում, որի հետ չենք ուզում համակերպվել։ Փորձել ենք, դիմել ենք, եկել են, չափել են եւ աղմուկը եւ էլեկտրամագնիսական դաշտի մակարդակը, տվել են մեզ չափումների արդյունքները, բայց ոչ մի արդյունք մենք չենք տեսնում։ Այսինքն նորման գերազանցում է, բայց դուք պիտի ապրեք այդ պայմաններում։ Այդպես է, որովհետեւ ինչ որ մեկը որոշել է այդտեղ շենք կառուցել։ Լավ, թող կառուցի նորմաների սահմաններում։ Տալիս են շին թույլտվություն։ Մեր վերջին այսպես ասած, ես խնդրում եմ լսեք, նոր գնացեք, որտեղ շատ կարևոր է։ Նոր շենքի շին թույլատվությունը քաղաքապետը ստորագրել է այն դեպքում, երբ որ չի այնտեղ կա կետ, անպայման պիտի լինի հարակից շենքերի բնակիչների հետ համաձայնություն։ Այդ կետը չկա, բայց ստորագրությունը կա։ Այսինքն այդ շին թույլատվությունը տալուց անտեսել են եւ հասարակության կարծիքը եւ օրենքը։ Այդպես է ստացվում, չէ՞, եթե շինթույլատվությունը տրվել է։ Իսկ վերջին զավեշտը նրանում է, որ անգամ նորմաները հիմա փոխվել են։ Այսինքն, եթե առաջ պիտի գտնվեր 10 մետրի վրա, հիմա կարող է գտնվել 4 մետրի վրա։ Այդ 4 մետրը դարձել է նորմա եւ դարձել է այս վերջերս։ Ես չգիտեմ, այդ շենքի կապակցությամբ ընդհանրապես, բայց նորմա են մարդիկ փոխում շինարարական։ Դուք խոսում եք օրենքից, ինչի մասին է խոսքը։ Ինչ եք անելու։ Պրոբլեմը հասկացանք։ Հիմա ինչ եք անելու։ Ինչ եք անելու, մենք մեր սկզբունքները պահպանելու ենք, նորից շարժվելու ենք օրենքի սահմաններում, նորից փորձելու ենք դիմել դատարան, նորից փորձելու ենք այդ քաղաքապետի վերջին որոշումը վիճարկել, չնայած մեր անցած օրին ցույց է տալիս, որ անգամ եթե դատարանի որոշում կա, դա ոչ մի նշանակություն չունի, եթե որոշված է այդտեղ շենք կառուցել, պիտի կառուցվի։ Լավ, ինչով է տարբերվում 3 մինչև ձեր համախմբվելը ձեր պայքարը այսօր։ Ինչ է փոխվել։ Գիտեք ինչ, մենք մեր ուղին ունենք, մենք ուղղակի մտածում ենք, որ սա մեզ ոնց որ բարոյական հենարան է այս հասարակական կազմակերպության գոյությունը։ Գուցե նա ինչ-որ իրավաբանորեն չկարողանա մեզ օգնել, բայց եթե մենք գիտենք, որ մենք մենակ չենք, դա նշանակում է, որ մենք ուժ ենք։ Բայց էլի դատարան մտնելու եք հասցե առհասցե։ Այո, այդպես ենք, որոշել ենք ի սկզբանե այդպես է պիտի շարունակենք մինչև Ձեր առաջին քայլը
այսօրվանից սկսած ո՞րն է ձեր առաջին քայլը լինելու։ Առաջին գալը ես ինքս չեմ կարող որոշել, մինչև հիմա ինչ որ մենք որոշել ենք բոլորի հետ միասին։ Ես մինչև նրանց հետ չհամաձայնեցնեմ, ոչինչ դες չեմ կարող։ Ես երևի բան անեմ, շարունակեմ։ Ուրեմն մեր հիմնական նպատակը նախ միավորվել եւ միավորել։ Եվ դրա հետ միասին ես հենց հիմա էլ կոչ եմ անում բոլոր այն թեժ կետերը կամ այն քաղաքացիները, որ ունեն նմանատիպ խնդիրներ, միավորվեն մեզ հետ եւ եթե մենք եղավ դեպք, օրինակ մեր շարժման մեջ եւ նախկինում եղել են գործողություններ, որոնք իրավապահ մարմինների կողմից որակավորվել են որպես անօրինական։ Չնայած հետագայում ես կբերեմ նորից Մաշտոցի ուրակի օրինակը, որ մենք փաստորեն անօրինական այդքան իբր թե պայքարեցինք, բայց վերջում պարոն ջան սիրունչի ավարտվեց դրանով եւ օրենքը վերականգնվեց, բայց ոչ թե իրավական դաշտում, այլ քմահաճույքի, ոչ թե նախագահ մեր ուրեմն սահմանադրության այսպես ասած գարանտի կողմից, այլ որպես քաղաքացի նախագահի կողմից, ուղղակի նա իր կարծիքը հայտնեց, որովհետև այստեղ ինքը հանդիսանալով մեր ազատությունների եւ իրավունքների ուրեմն երաշխավորը, նա ուղղակի պարտավոր էր օրենքի մեջ դա դնել։ Եվ մինչև հիմա հարցը բաց մնաց, թե այդ ծախսերը, որ մենք մեր գրպանից պետությունը արեց այդ բուտիկները սարքելու եւ ապամոնտաժելու, ով պետքա պատասխան տա։ Ես մի բան էլ ասեմ, պարոն Մարգարյանի հենց կառավարման սկզբից սկսվել են շատ լուրջ խախտումներ, շատ լուրջ ապօրինություններ, որ շարունակվում է մինչև օրս, եւ դա եղավ Մաշտոցի այգիներ առաջինը եւ հետագա բոլոր բաները։ Ես կուզենամ մի փոքր մեջբերում անեմ այդ հյուսիսային պողոտայի այդ 3 շենքը, որ պետքա քանդվի, մի խայտառակ ստախոսություն, հա։ Ես հիմա ուզում եմ հրապարակավ մեղադրեմ պարոն Մարգարյանին ստախոսության մեջ, եւ եթե ինքը համաձայն չի, թող ինձ դատի տա։ Ես ունեմ այդ թղթերը ապացուցելու, ես հիմա ստեղ կկարդամ մի փոքր բան, որ ուրեմն տեղեկանք հիմնավորում է տրված, թե ինչի համար է գերակա շահ մցված այդ 3 շենքը, արդեն 3-րդ կառավարության որոշումն է, որ պետք է քանդել այդ շենքերը, չնայած դուք ինքներդ դա հյուսիսային պողոտայի Մոսկվիչկայի դիմացի 4 հարկանի 3 հատ շենքն է, Տերյան 23-25 եւ Արմեն կոնցերտի հայ ուրեմն համերգի շենքը, 4 շենք, բոլորը սկսած դեռ Նարեկ Սարգսյանից, Սամվել Դանելյանը եւ մնացած բոլորը ասում են, որ կենտրոնը գերհագեցած է, գերխիտ կառուցապատված է եւ պետքա բեռնաթափել։ Դուք բոլորը տեսնում եք ու ժամերի, որ ամբողջ հյուսիսային պողոտան անմարդաբնակ է։ Այդ Քոչարյան, Անդրանիկ Մարգարյանը տանդեմը, որ կառուցեց այդ ամեն ինչ ու այլանդակեց կենտրոնը, մինչև հիմա դա մեր Երևան քաղաքի դժբախտությունն է։ Ես որպես հին բնակիչ ասում եմ, այդտեղ շնչել հնարավոր չի։ Դա այն շոկ ժամանակ ուղակի խոնավություն չկա, դա լրիվ բետոն է, դա մարդկանց համար չի։ Եվ հիմա մի այստեղ մեջբերում անեմ, ինչ հիմնավորումը, ուրեմն Local Developers կազմակերպության տնօրեն Սամվել Մայրապետյանն է, որի այսպես ասած կալվածքները տարածվում են հյուսիսային պողոտայից մինչև Սախարովի հրապարակ։ Ամբողջ տարածքը ճանաչվել է բացառիկ գերական արհեշատ եւ տվել է Սամվել Մայրապետյանը։ Մեր շենքերի պահով 3-րդ անգամ նորից տրվում է նրան, նա 2 կառավարության ուրեմն որոշում պրավալիա տվել, նա չի կարողացել իրագործել, հիմա 3-րդ անգամ է մնացել։ Մենք 2007 թվականից պատանդի կարգավիճակում ենք, իսկ իրականում 2002, որտեղ սա 4-րդ որոշումն է նոր օրենքով, եթե հնուց հաշվենք։ Եվ այստեղ ինչ է բերվում, ուրեմն մեր բակում հիմա կառուցվել է 13 հարկանի շենք, իմիջիալոց ձեռագիրը լրիվ նույնն է, նույն ձևի գնում ես դիմում ես դատարան, ձգձգում են այնքան մինչև շենքը սարքում են, հանգնացնում են փաստը առաջ ու ասում են արդեն անիմաստ է։ Հիմա փաստորեն ինչն է ամենամեծ ստախոսությունը այստեղ, որ ես ուզում եմ մեջբերում անել, ուրեմն ներկայումս Local Developers ՍՊ ընկերության կողմից Պուշկինի 38 հասցեում ՀՀ կառավարության 2009 թվականի թիվ 168N որոշման հավելված առաջին 8-րդ կետերում նշված հասցեներում գտնվող անշարժ գույքերի
սեփականատերերի խնդրանքով, այսինքն մեր կառուցվում է բազմաբնակարան շենք, որից եւ փոխհատուցման կարգով բնակարաններ եւ տարածքներ կստանան նշված սեփականատերերը։ Ես ունեմ ստեղ մի փաստաթուղթ, սա մեկն եմ բերել, որով մենք բոլոր բնակիչներս դեռ 2011 թվականին դիմել ենք դատարան, որ այդ շենքը չկառուցվի Բաքվում։ Այսինքն մեր անունից իրենք իրենց ապօրինությունը անում են, ուղղակի հիմա ժամանակ չկա, ստեղ նկարներն էլ կար, մենք ինչ Բաք ունեինք մանկական խաղահրապարակ, եւ դա վերացվեց, դա արվեց, սկսեց ուրեմն Կարեն Կարապետյանի կողմից, շատ մեծ անախորժությամբ մենք Կարեն Կարապետյանին եւ Տարոն Մարգարյանին վերել ենք Բաք, ցույց ենք տվել։ Իրենց արածը թե ինչ են իրանք այդտեղ արել։ Ու մինչև հիմա արդեն որ երրորդ տարին է մենք չունենք ոչ Բաք, ոչ խաղահրապարակ եւ դրանից հետո տվյալ մարդը լկտիաբար ինչ որ թղթեր է գրում, տեղեկանք հիմնավորում, որ մենք խնդրել ենք։ Մենք ոչ մեկին չենք խնդրել ու իր նմանին էլ չենք խնդրի, ոչ էլ իր տերերին։ Թող ինքը շատ լավ հիշի։ Որ այդ 13 հարկանի շենքը կամ չգիտեմ որ շենքից դες պետք է բնակարաններ հատկացնել։ Սա իրանք ոչ թե հատկացրել են, այլ իրենք հիմա այդ շենքը կառուցվում է, դեռ վերջնական չի ավարտվել, եւ տեղեկանք հիմնավորման մեջ գրված է, որ այդ շենքը մեր խնդրանքով մեր համար կառուցում են, որպես փոխհատուցում մեզ տան։ Իսկ ես ասում եմ, մենք այդպես չէ։ Իհարկե այդպես չէ, եթե մենք ամբողջ էս ազգանունները կա դատարան, որ մենք դիմել ենք, մենք 5 շենքի բնակիչներով ամբողջ տարածքի բնակիչներով դիմել ենք դատարան, որ մենք դեմ ենք բակային շինարարությանը եւ որ ընդհանրապես դա շատ վնասակար է։ Կարեն Կարապետյանի հետ մենք ունեինք բավականին լուրջ ուրեմն բանակցություններ, բայց երբ որ այս տղան եկավ, որը սիրունի նմանատիպ ուրեմն բանով է կարգավորվում, այդ օրվանից այդ բանակցությունները ուրեմն գնաց մինչև աշխատակազմի ղեկավար Սերգեյ ուրեմն Մակարյանի հետ, հետո իջանք Անդրանիկ Քասարյանի հետ եւ մեզ այսպես ասած կոպիտ ասած տշեցին, մենք գնացինք տուն։ Եվ մի բան էլ իհարկե քիչ մարդ մնաց, ես ուզում եմ մի հայտարարություն անեմ, որ լիազորված եմ նաև մեր բնակիչների կողմից, որ ուրեմն մենք չենք ընդունում ոչ դատարանի որոշումները, ոչ կառավարության, հաշվի առնելով նրանց պահվածքը, եւ հայտարարում ենք, որ անկախ նրանից մենք տներից դուրս չենք գալու, եւ ինչ գույնի գլխարկ հակած ասկյար կգա, կարմիր գլխարկավոր, կապույտ կլինի, ինչ կլինի, մենք ցույց կտանք, որ հայ մարդը դեռ ընդունակ է իր ուժերով պաշտպանի իր արժանապատվությունը։ Եթե ուզում են տեսնել Վանի պաշտպանությունը, մենք նրանց կմատուցենք ուղիղ հյուսիսային պողոտայի վրա։ Այսինքն իրավիճակը այդքան սուր է։ Իհարկե սուր է, որովհետև արդեն 6-րդ տարին է, նրանք մարդկանց պահում են պատանդի կարգավիճակում։ Մենք չենք կարող մեր բնակարանները վաճառենք բացարձակ ոչ մեկին, բացի Մայրապետյանից, չենք կարող առաջի հարկերը հյուսիսային պողոտայի վրա ոչ մի հատ օբյեկտ համարյա չկա, որովհետև չեն թողում, որ այդ մարդիկ ինչ-որ մի բան անեն, բիզնեսով զբաղվեն եւ այլն եւ այլն։ Այսինքն ստեղ սեղմված է, իսկ եթե դու ուզում ես, նա գալիս է գնահատում, հա, ինչ-որ անշարժ գույքի գործակալություն, իսկ եթե դու դիմում ես մեկ այլ անշարժ, նրանք լսում են, որ հասցենա հրաժարվում են գնահատելուց։ Դրա համար մեզ ուրիշ ոչինչ չի մնում, ես էլ եմ հայտարարում, երկիրը չենք լքելու, չենք արտագաղթելու, մնալու ենք ու կռվելու ենք։ Ոչ թե պայքարելու ենք խոսքով, այլ ես դա դեռ մարդու իրավունքների պաշտպանին էլ էի գրել, ինչ ձևով մեր դեմ կպայքարեն, համարժեք ստանալու են։ Կգան խոսքով, կստանան խոսք, կգան զենքով, կստանան զենք։ Ես դա խոստանում եմ։ Ու փոխանցում եմ մեր բնակիչների ուրեմն մեսեջը։ Ներողություն, մեր Բաքվում նույն ձևի մարդիկ ասում են ծախեք ձեր տները, ոչ մի անգամ մասիվում ապրեք, յակին գումար է մնում ձեզ։ Լավ է։ Իրենք գիտեն, ասենք ապրել, մենք չգիտենք ապրել, էլի։ Հետո դրանք գումարած մարդիկ այդոք արդեն վաճառել են գնում են, մարդը արդեն դրսի քաղաքացիությունն է, ասենց ասած, վերցրել։ Դե այդ կամած կասենք։ Դրա համար ես որ հայտարարեցի քաղաքական ապաստան եմ ուզում, սա խարման իրա ոնց կլինի։ Եվ ոնց կլինի որ նա սա որ գալիս ես ասում ես քո ասենց ընտանիքը, քո անձը, ինչ անեմ։ Այսինքն հետո տամ իհարկե ԱՊԿ-ում գրել եմ, ես գրել եմ ոստիկանապետին, հետո ասում է
բռնացել են քեզ, ասում են բռնանալը որն է, զանգում են ոստիկանության, ասում են, այստեղ ամեն օր այսօր փակում են իմ մուտքը, որ իմ տուն իմ բարեկամը չկա, իմ հյուրը չկա, ասում է կռիվ կա, ասում եմ չէ, ասում եմ կռիվ լի ծեծեք նոր կգանք մենք, ու ասում եմ ուրեմն ուզում ես ստիպես, որ գնամ ծեծեմ, նոր գազ բռնես, տանես ինձ ասես խուլիգան ես, չեմ հասկանում, եւ բազմիցս հետարքի բռնություններ։ Լավ։ Գասպարյանը աղոթում է։ Վերջ ասուլիսը վերջացնելուց առաջ մենք Ուղղակի ներողություն մի հատ բան էլ ասեմ ու հազար ներողություն։ Մենք բոլոր ազգերից խնդրում ենք գենոցիդ բառը, չէ՞։ Հիմա ես խնդրում եմ իմ կառավարությանը թող ինձ ասի գնա այստեղից։ Ինքը ասում, այլ ոնց ասում։ Չէ, բերանացի ասի, ոնց որ ազգերին են խնդրում, նախագահներին են խնդրում ասեն գենոցիդ։ Հիմա ես խնդրում եմ այդ այրերը, այդ հետարքի ճարտարապետները, այդ չգիտեմ, մարդիկ, ովքեր որ հասկանում են, գիտեն ամեն ինչ օրինակա, թող ասեն, հա, թող ասեն գնացեք այստեղ։ Իմ նպատակը պայքարեմ որպես հայ մարդ, դարեր շարունակ որ զրկվել ենք մեր երկրներից, չարերի, թշնամիների կողմից, այսօր եթե ունենք անկախ պետություն եւ պետականություն, ես ուզում եմ խաղաղ ապրեմ իմ անկախ եւ արժանապատի մարդու վայր։ Ես ոչ մեկի հացի վայր չեմ, ոչ էլ պաշտոն եմ ուզում։ Փառք ասում, Աստված տվել այն շնորհը։ Դա էլի կներեք ընդհանուր է, կոնկրետ ձեր պայքարի մեջ ինչին եք ուզում հասնել, որպեսզի օրենքները խախտվեն։ Ես իմ պայքարի մեջ ուզում եմ, որ իմ երկրում տիրի օրենքը կա եւ օրենքը տիրի, այդքան բան։ Օրենքը լինի բոլորի համար, ոչ թե ինչ որ պատերազմը հայտարարել իր քաղաքացիների։ Ես ուզում եմ օրենք։ Չէ, պետությունը օրենքը կա։ Դա պետություն չի, դա մի խունտա է, որը որոշել է, որ այս երկիրը իրանցն է, եւ մեր քաղաքացիները շատ անգամ սխալ պահվածք ունեն, որ ասում են կհրաժարվեն քաղաքացիությունից, քթքեն կգնանք, չէ, չենք գնալու, իրանք պետքա գնան, կամ պետքա դադարեն ապօրինությունները, կամ պետքա թողեն ու գնան այս երկիրը։ Այստեղ պետքա մնան այն մարդիկ, որոնք հայրենասեր են, որոնց համար Հայաստանը դա մեծատառով երկիր է, եւ ոչ թե ինչ որ մի թալանի երկիր, որ ինչ որ գալիս ես եւ մտնում ես թուրք ասկարի նման, սա իմնա, սա էլ է։ Չի լինելու դա։ Եվ թող իրանք շատ լավ հասկանան, որ սա մի խումբ ստեղծվեց, բայց սա ընդհանուրի մի մասն է։ Ես հույսով եմ, որ գալու է այդ ժամանակը, որ հողը նրանց ոտքի տակ այրվելու է։ Եվ Աստված հեռու տանի։ Եվ ասում եմ, եթե նրանք ուզում են, չեն հավատում, Հյուսիսային Պողոտայի այդ շենքերը ամենախոշոր պատառն է մնացել, որ դեռ չեն հասցրել լափեն։ Եթե նրանք չեն հավատում ինչով է դա ավարտվելու, խնդրեմ թող փորձեն։ Այստեղ իրանց ոչ ոք չի փրկելու եւ ոչ ոք չի գնալու, չի աղոթելու ոչ մի ուրեմն պաշտոնյա ոստիկանի հետ։ Դա թող իրանց ականջներին օղան։ Շատ բարի, Աստված թող բարի կատարի։ Հաջողություններ Ներող, Վարդան ջան, ձեզ լքեցի, որովհետև լավ չէ։